Մի 3 րոպե անցավ սկսին ուժեղ բամբի տանելը, տղեկը հետնահանջ տվին սաղին, հետ են գալիս, դե ֆիզուլու տանգերը էլ են մեզի խփեցին, տոսը խփեց, հելա որ մերոնք էլ մեզի խփեցին, երևի չիմանալով հանդերձ, մնացել ենք ընդել ասել եմ որ ոչ մեկը թե չփախնի, եթե հետ փախեք, ես եմ խփելու, ասել եմ ես եմ մի պատրոնից չեմ մեռնի, եթե ինձ խփելու եք մի քանի հատ խփեք որ մեռնեմ էլի, հաստատ մի պատրոնով բան չի լինելու։ Չտեք հորս տղեկը գնացին հիվանդանոց, գնացել էին հիվանդանոց, մտե տեսել էին այդ անայց զինվորին, պարզվել էր որ իմ գուրգենս էր։ Ատամներից են ճանաչել։ Հա, ծուր ատամներից իրա։ Ճիշտն ասած հայրը միշտ ասում էր եթե գուրգենը գնաց բանակ պատերազմ կլինի։ Հերոս տղերքը մեր, ելանված ուղի մեր, զոհվել չկա տղեք, կրվի Գտնում են Արգան բլոգի YouTube-յան ալիքում եւ դիտում են սերլի դարձած մեր հերոս տղերքը հաղորդաշարը։ Լուսանկարը, որը տեսնում եք ձեր էկրաններին, Գուրգեն Մուրադյանն է։ Ադրբեջանի կողմից անձարձակված վերջին պատերազմում ծանր վիրավորումներ է ստացել։ Ծնողները մի քանի օր կորցրել են կապը որդու հետ։ Հետո տեղեկություն է ստացվել, որ վիրահատվել է ու հիվանդանոց տեղափոխվել։ Հնարավոր բոլոր բուժհաստատություններ անարդյունք զանգելուց ու այցելելուց հետո տեղեկացել են, որ անձը չհաստատված զինվոր են ուղղաթիռով բերել Էրեբունի բժշկական կենտրոն։ Գուրգենի հորեղբոր տղան է առաջինը գնացել հիվանդանոց։ Գուրգենն այնքան անճանաչելի է եղել, որ միայն թե կատամնաշարն է օգնել հասկանալ, որ վիրավորը Գուրգենն է։ Սկզբում հույս չեն տվել ապրելու, բայց Գուրգենը հաղթահարել է կրիտիկական շրջանն ու սկսել վերականգնվել։ Պատերազմի սկզբում Ջաբրայելում է եղել, հետո Ֆիզուլի են տարել։ Առաջադրանք է ստեղծվել կորցրած դիրքը հետ վերցնել։ 8 հոգանոց խմբով ռազմական գործողությունների են անցել։ 6-ը զոհվել են։ Գուրգենն ու եւս մեկ զինծառայող մամնական ծանր վնասվածքներ են ստացել։ Տղաների ուղղությամբ թշնամին ինքնաթիռներով հրթիռներ է արձակել։ Վիրավորում ստանալուց հետո մի պահ հուշքի է եկել։ Հիշում է, որ ասել է, մրսում է, բայց նորից կոմայի մեջ հայտնվել։ Ու միայն 15 օր անց արթնացել Էրեբունի բժշկական կենտրոնում։ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մի վագոն տնակում է ապրում Գուրգենի ընտանիքը։ Իրենց տունը կորցրել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքով ու մինչև այսօր հիմնական տանիք դեռևս չունեն։ Գուրգենը Ռուսաստանի Դաշնությունում է եղել տևական ժամանակ։ 19 տարեկանում որոշել է վերադառնալ ու զորակոչվել բանակ։ Հիմա 21 տարեկան է։ Գլխի տարբեր մասերում ու թոքերում դեռ բեկորներ կան։ Թոքերն արդեն իսկ լուրջ վիրահատության են ենթարկվել, բայց բեկորներից ամբողջությամբ ազատվել դեռևս չի ստացվել։ Գանգուղեղային ծանր վնասվածքներ եւս ունեցել է։ Գլուխն արդեն 3 անգամ վիրահատել են, դեմքը նույնպես։ Լսողության հետ կապված եւս լուրջ խնդիրներ ունի Գուրգենը։ Մի ականջը ընդհանրապես չի լսում, մյուսը մոտ 30%-ի չափով։ Վնասվել է թմկաթաղանթը։ Մասնագետներն ասել են, որ լսողությունը դժվար թե վերականգնվի։ Ժամանակակից իմպլանտավորմամբ գուցե եւ հնարավոր լինի վերականգնել։ Բայց դա թանկ հաճույք է եւ դրա մասին ընտանիքը չի էլ մտածում։ Իրենց հնարավորություններից վեր է դասում։ Ստացած այրվածքների հետևանքով տեսողությունը նույնպես վնասվել է։ Ձախ աչքի տեսողությունը հիմա մոտ 30% է։ Այրվածքներ ու բեկորային վնասվածքներ է ունեցել նաև կրծքավանդակի ու թիկունքի մասում։ Ատամների հարցը եւս խնդրահարույց է։ Բայթունից նաև ատամնաշարն է կոտրվել։ Ներկայում հակացնցումային դեղեր է ընդունում։ Դրանք գնում են ծնողները։ Ընտանիքում հիմա ոչ ոք չի աշխատում։ Գոյատևում են ունեցած մի քանի գլուխ եղջերավորներով։ Հարգելի հետևորդներ, Արգան բլոգի ստեղծագործական թիմը շտապում է Գուրգենի տեսակցության։ Մենք
կհանդիպենք Գուրգենի ընտանիքին եւ կփորձենք մանրամասներ ճշտել հենց ընտանիքի անդամներից եւ զրույց կունենանք նաեւ Գուրգենի հետ։ Իսկ դուք լայքեք տեսանյութը, որպեսզի մեր հերոս զինվորների մասին նավույնը շատ մարդիկ իմանան։ Ինչպես նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութները, որը կհեռարձակվի մեր ալիքում, դիտեք առաջինը։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր դեռևս չեն դարձել անտարբեր եւ փորձում են ինչ-որ բանով օգտակար լինել զինվորներին։ Խորին շնորհակալություն հայտնում եմ հաղորդման գլխավոր հովանավոր Դիանա Սիմոնյանին, ով նախագծի առաջին օրվանից մեր կողքին է եւ նրա շնորհիվ մենք կարողանում ենք շատ զինվորների պատմություններ լսել եւ ուշադրություն դարձնել նրանց։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, կարծում եմ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու Գուրգենի հետ։ Կարելի է։ Գուրգեն ջան, որտեղ ես կռվել, ինչ վիրավորումներ ես ստացել ու հիմա ինչ էտապում է կազդուրումը, բուժումը։ Ծառայել եմ Մարտունու 2-ում, եղել եմ ջոկերի հրամանատար Սերոն։ Հետո մեր դիրքերում ենք, երբ որ կռիվը սկսավ։ Ամսի 7-ին տեղափոխել են մեզ Ջաբրայիլում կռվենք, պոստերը հետ վերցնենք։ Գնացինք, դրությունը դե շատ վատ էր, համեմատած մեր մոտ էլի։ Դաժե նենց էլա որ մերոնք էլ մեզ խփեցին, երևի չիմանալով հանդերձ, բայց խփեցին էլի։ Ոնց ասեմ, սնայրատից կարգ էր էլի գալիս վերներես, այդից ամենաս որ գնացինք Ջաբրայիլ, շրջապակման մեջ ընկանք ավտոներով, մի կերպ դուրս ենք եկել ուրիշ կողմով ենք գնացել։ Մեր հետ պիխոտ չի կռվել, զորք չի էլ է մեր հետ կռվող։ Մեզի Արսիլերյանը վերջնի խփել։ Biz չենք այնում էլի ամեն վարքյան խփում են։ Հետո տեղափոխել են մեզի Ֆիզուլից Ղարվանդն ենք եկել պահե, ճակատը Մարտունու, որ չգային մտնեն Մարտունի։ Այնտեղ մնացինք, կոնկրետ չեմ հիշում քանի օր, մի շաբաթ երևի մնացել ենք Ղարվանդ, նորից տարել են Ֆիզուլի, բարձր սար ենք ելել։ Մուսայլյանը մեր այդ պահի մնագրային սերժանտ է եղել, ասում եմ խփեն էլի մեզից տեղ, ոչ մի հարմարություն չի եղել այնտեղ։ Թե բա չէ, սա իրար տեղեր նշենք, տեղերը փոսփորեն, բան, որ կռվենք։ Ասի լավ, բայց խփենք էլի։ Հենց տեղեր նշեցինք, փոսերը փորենք, պատրաստենք, ոնց որ այդ օրը մնանք այդտեղ։ Հաջորդ օրը լույսը բացվի, փախել ոնց որ ունենք տեղից տեղ, մինչև տենենք ինչ կլինի։ Իրիկունը 10-ի կոմերն էր, ասի մի քիչ ներքև մեր տղեկն էին, մեր վարշտի տղեկն են էլ եղել, ասի իշնեմ մոտները տենամ ինչ կա, իչացեի Սևլիկյան Սերգեյ հետ պետք է ծխենք, դաժը չեմ իշ է, ծխել ենք թե չէ, ու խփել են, աշկերս բացել եմ գետնի վրա եմ եղել, ասել են ուր դու ցավը, ասել եմ գլուխս։ Դու որտեղ էիր, որ աչքերդ բացեցիր, որտեղ էիր։ Գետնի վրա։ Այդ նույն տեղում։ Հա երևի։ Ու ասել եմ մրսում եմ վրա շոր գցեք, ու էլ բան չեմ հիշում, եկե 15 օր հետո հիվանդանոցն օր ելել եմ։ Արտնանում ես Էրեբունի բժշկական կենտրոնում։ Հա։ Այսինքն 15 օրից ավել կոմայում։ Հա։ Զինվորը եղել է անճանաչելի։ Ես երբ որ նկարները տեսա, ապշեցի, որովհետև ամբողջությամբ պայրված, հենց հիմա ես էլ եւի տարբեր մարդիկ են նկարներում, հա։ Իհարկե ձեզ հետ զրույց կունենանք, շատ ծանրած ծնողի համար որդուն է տարբերակով տեսնել, հա։ Ու գիտեք, շատ ծնողներ ասում են, որ այդ ընթացքում չեն պատկերացնում, որ ամիսներ հետո իրենց որդին գոնե նորմալ տեսք կունենա։ Մտածում են մշտական է այդ վիճակը։ Փառք Աստծո, օրեցօր կազդրվում ես։ Իհարկե ունես վիրավորումներ ստացած, 8 հոգանոց անձնակազմից 6-ը զոհվում են։ Մնում ես դու եւ Գևորգը ոնց է հիմա։ Լավ է, կապ ունես։ Հա։ Երկու աշխատում եմ աշխան գիտեմ։ Այսինքն քո վիրավորումը ավելի ծանր է, քան Գևորգին։ Հա, Իրանը այրվածներ ա եղել, ինչքան գիտեմ կոմայի մեջ ինքը չի եղել։ Ինչ վիրավորումներ է ստացել Գուրգեն։ Դրանք շատ են։ Կխնդրեմ մանրամասն ասես։
Դեմքի վրա այրվածների հետքերն է, թե ասկոլկանները։ Եվ այրված եւ բեկորներ։ Ձախ հաշվը լավ չի դեմ։ Իմ վնասվածքը հիմնականում բան բեկորային էլ է վառված եմ եղել։ Այրվածքի հետևանքով տեսողությունը տա վնասվել նաեւ։ Ինչա։ Այրվածքի հետևանքով նաեւ տեսողությունը տա վնասվել։ Հա, ձախ հաշկինս։ Ձախ աշկը ինչ վիճակում է։ Սկզբից շատ վատ էր։ Հիմա նորմալ արդեն։ Հիմա քանի տոկոսն է տեսնում աչքի։ Չգիտեմ դες։ Շատ անց։ Հիմա գնալով լավանում է տեսողությունը։ Դու ինչ ես զգում։ Նեն որ ասlen 30%-ն է։ Դրանից հետո փոփոխություն զգում ես, լավանում է, ավելի լավանում է։ Սկզբից որ նոր էի կոմայցել եմ, մի քանի ժամանակ անցել էր, մի 15 օր։ Այդտենց սկզբից որ կոմայցել էի, իրականությունները սա խառնում է իրար էլի։ Հետո արդեն փակում է, խոսքը չէի ճանաչում դեմինը սովականից դիմաց։ Բայց հիմա արդեն երևում է սովականից խավար։ Առաջ այն կարգի խավար էր, որ չէր տեսնում, չէր հասկանում։ Հա։ Մյուս աչքը նորմալ է։ Հա։ Մյուս աչքը լավ տեսնում է, ոնց որ առաջ էր։ Լսողությունը ինչ վիճակում է։ Գիտեմ, որ այդ պայթյունից թեմ կաթաղանթը վնասվել է։ Միական ընդհանրապես չի լսում։ Հա, ճակատից։ Չի լսում։ Չէ, իրանք ասին ներն էլ է վնասվել։ Ձախը դες մոտիկից լսում եմ։ մոտիկից։ Հա։ Ինչ են ասում բժիշկները լսողության հետ կապված ու տեսողության հետ կապված։ Տեսողության հետ կապված դրսից էլ էին բժիշկներ եկել Նայրի հիվանդանոցում բժշկական կենտրոնում ընդել եմ գնացել, ասացին որ վիրահատության խնդիր կա, ոչ բուրման։ Այդ ասկոլկից այրվել էր մեջ, հա։ Ասին էդի ընթացքում կդզվի։ Ժամանակի հարց է։ Մասամբ կվերականգնվի։ Իսկ լսողությունը պետք է վիրահատվի։ Բայց այս աչականջից էլի այդպես կարանցիա չեն տվել։ Քանի որ Գուրգեն ջան, այս դեպքում նախ մեր հաղորդման շրջանակներում զրույց ենք ունենում նաև ընտանիքի անդամների հետ, հետո կան շատ թեմաներ, որ ավելի լայն տարբերակով կարող են քննարկել հենց ծնողներից, հետո ավելի ճիշտ կարող են իրանք ներկայացնել, եթե դեմ չես մայրդ միանա մեր խոսակցությանը, լավ։ Տիկին Ռուզան, նախ շնորհակալ եմ, որ այսքան ուժեղ եք։ Շնորհակալ եմ, որ հերոսացին եք եւ բոլորիս նվիրել եք Գուրգենին։ Շատ դաժան է եւս մեկ անգամ ասում եմ այդ նկարները տեսնելուց, երբ որ դու չես ճանաչում մարդուն ուղղակի որպես հայ զինվոր նայում ես, շատ դաժան է նայողի համար։ Ես պատկերացնում եմ մոր, ծնողի ապրումները, երբ որ որդուն առողջ ուղարկում է բանակ ու տեսնում է այդ վիճակով։ Անարդարությունը այս դեպքում մի քիչ շատ եղավ։ Կխնդրեմ Գուրգենի վիրավորման հետ կապված մի քիչ ավելի մանրամասն քննարկում ունենանք միասին։ Ինչի կարիք ունի տղան ու ինչ էտապում է այս բանի բուժման ընթացքը։ Ճիշտն ասած, որ Գուրգենը վիրահատվեց գլխից, այս վերջերս եղել ենք նույնպես Երևանի բժշկական կենտրոնում, տարանք ականջների համար բորբոքվել էր կրկին անգամ։ Գուրգենիս վիրահատող բժիշկը ասաց, որ կարևորը գլուխն է, թող մի քիչ է սպասի ականջների համար, եթե վրազելու բան չունի։ Ճիշտն ասած ինքը շատ է նեղվում, որ չի լսում, բայց դե մենք էլ մտածում ենք, որ գլուխը թող մի քիչ երկու նարկոզ մի ամիս ու կեսում երեխեն վիրահատություններից հետո տարավ էլի, երևի երրորդը տանելը ավելի դժվար կլինի։ Անդադ վիրահատությունները նարկոզով տանելը, հա, որովհետև ունենք շատ զինվորներ էլի աչքի հետ կապված նրանց զինվոր ունենք, որ բարբերաբար անընդհատ այդ նարկոզով արդեն Ճիշտ ասած, մենք ականջների համար դրա համար ենք ցկցկում էլի, մի քիչ ժամանակ շահենք, գոնե 6 ամիսը լրանա վերջ վիրահատությունից հետո նոր անցնենք, տեսնենք ականջները ինչ պետք է լինի, որովհետև մի ականջ ընդհանրապես զրո է լսողությունը, այն մեկն է մասամբ է լսում, այս բորբոքումից հետո ինձ թվում է, որ ավելի է թուլացել։ Ախտորոշումը նազոլիկվորիա այդպես էր, այսինքն իր գանգուղեղային կոտրվածքները շատ էր, այդ ոսկորների, հետո քիթն էլ է կոտրված, տես ճակատով մինչև գլխուղեղ օդ էր անցնում։ Ուժեղ տղա է, չէ Գուրգենը։ Շատ։ Ուժեղ է, չէ Գուրգեն։ Ուժեղ է, չէ։ Շատ, ինքն է մեզ հույս տվել։
Գուրգենին ճանաչել են ատամնաշարից, ատամնաշարից ոնց որ այնտեղ գրված էր, ով ոնց եղավ այդ վիճակը։ Այդ սարսափելի օրեր էր։ Ուրեմն թե այս միակ որդին ա մեր։ Ճիշտն ասած, հայրը միշտ ասում էր, եթե Գուրգենը գնաց բանակ, պատերազմ կլինի։ Ու չէր ուզում էլի որ գնար։ Որոշեցինք տանենք իրան Ռուսաստան, ինքը չգա ծառայի։ Բայց ինքը ասաց, ես իմ պարտքը պետք է կատարեմ։ Ես կյանքում փախած չեմ մնա իմ հայրենիքի համար, ես պետք է գամ որ ծառայի իմ ընտանիքի համար։ Ու տենց Գուրգեն 2 տարի անց եկավ։ Նույնիսկ ատեստատս երեխես ատեստատը չվերցրեց 12-ի հոկտեմբերից է դուրս եկել։ Ինքը ուզում է սովորի, շարունակի, մենք նպատակ ունենք, տեսնենք ոնց կարանք այդ ատեստատը վերցնենք։ Պես Գուրգենը եկավ մեծ դժվարությամբ, նույնիսկ Հայաստան գալը մեծ խնդիրներ Գուրգենի համար։ Մի 4-5 հատ տոմս առե, որ հասե Հայաստան։ Էլ գիշերը այնտեղ պահել, օդանավակայանում, էլ ստեղ բաժինում պահել, մի խոսքով շատ դժվար էր իր անցած ճանապարհը։ Եկավ ու մի ամիս է չմնաց տունը, երեխուս տարան բանակ, տենց իրանից կարոտ մնալով, 2 տարի չենք տեսել։ Դա երեխես ծառայում էր շատ լավ, շատ մաքուր, շատ կոկիկ։ Մի հոգի չէր թողել։ Հա, ռուսական իմացության համար, ռուսաց լեզու իմանալու համար ուզում էին տանեին ռուսական չաստ, բայց որ ինքը ուշ եկավ մի տարի ծառայելու, երևի պատճառն էդ էր։ Չուզեց անել որ։ Մի անգամից տարան Մարտունի 2, շատ լավ է ծառայ Գուրգենը։ Մի օր չի դժգոհ, մի օր չի տրտնջացե։ Միշտ ինքը ուրախ, ժիր, ամեն օր զանգում էր, շատ գոհեր էս վերջի բանակում կատարված փոփոխություններից, մեր Նիկոլի փոխած բանակի ամեն ուտելիքից, մաքրությունից։ Ուտելիքը լավ էր, բանակում ուտելիքը լավ էր։ Այս վերջում հա։ Հա։ Կռվի ընթացքում ոնց էր։ Լավ, նորմալ։ Հասնում էր սնունդ։ Այս վերջի օրը այդքան չէ որ ֆիզուլի ենք եղել։ Ֆիզուլիում գիտեմ որ ուտելիքի խնդիր եղել է։ Խնդիր էր էլի։ Դա տարածքային հետ է կապված, այսինքն չենք այցել ուտելիք հասցնել։ Որ գրաժդանսկ են դարձել ճաշարանը, շատ լավ է եղել։ Գոհ շնորհակ։ Շատերս իրենց տները ծեվի հարց չեն ուտում էլի։ Պես հետո մնում էր երեխուս 2 ամիս 20 օր, 20 օր ծառայության։ Արդեն տուն էր գալիս։ Դե պատերազմը սկսվեց։ Ամեն օր կապի մեջ էինք, հերը ասում էր Գուրգեն, եթե չես ուզում մենք մեռնենք, դու ինչ գնով լինի, պետք է կապնվես։ Գուրգենս ինչ գնով լինում էր, զանգում էր, այդ մի օրն էլ ու չէր ասում, ինքը երբեք չէր ասում որտեղ է գտնվում։ Իրան տարել են թեժկետեր, որտեղ է, ինչ է, ընդհակառակ իր դասընկերն է շատ լավ տղա էր, մեր հարազատ նաև ու իր հետ ծառայակից Տիգրանը։ Թող Աստված լուսավորի Տիգոյիս հոգին։ Տիգոն Գուրգենիս հետ էր ծառայում, իրար հետ էին, որ գնում էինք Ղարաբաղ, ամեն առիթի իրար հետ էին երեխեքը, շատ մտերիմ ընկերներ էին։ Վերջա, մինչև ամսի 22-ը Այդ 8 հոգանց անձնակազմի մեջ է եղել Տիգրանը։ Իմ ջոկից է եղել։ Իմ օգնականն է։ Այսինքն քո կյանքը փրկել է, հետո ինքը նահատակվել է։ Նոյեմբերի 1-ին է ինքը պես պիլոտնիկն է եղել։ Իմ դասընկերն է, իմ ծառայության ընկերն է եղել։ Համագյուղացից։ Մինչև ամսի 22-ի 21-ի իրիկուն մենք Գուրգենի հետ կապ ենք ունեցել։ Ասես պապ ջան հեռախոսս բերեն տարել են լիցքավորելու, ստեղ լիցքավորում չենք կարում կատարենք։ Կբերեն կզանգեմ։ Իրիկունը չզանգեց, հաջորդ օրը ամսի 23-ի ցորեկվան ամուսինս զանգեց իր կամանդիրին, ում հեռախոսից զանգում էր Գուրգենը։ Կամանդիրը ասեց, որ իրիկունը Գուրգենը վիրավորվել է, տեղափոխել են հիվանդանոց, բայց որտեղ էր, մենք չգիտենք։ Մենք երկորման ենք եկել ու ինչ վիճակում։ Բոլոր Չգիտեք ինչ վիրավոր է։
Չէ, իրանք ասում էին թեթև, ձեռը կամ ոտը։ Շավադացիս, եթե ոտն ուներ գուրգենը անհնար էր, որ չկապնվեր։ չկապնվեր։ Ինքը արդեն կոմայի մեջ եղավ։ Հա։ Եթե գուրգենը տրես վիաներ, գուրգենը սանգեր։ Ուրեմն դե ինչքան կապեր ունեինք, օգտագործեցինք, ինչքան լավ մարդիկ կային, ինչքան լավ ծանոթներ կային, բոլորը իրանց կապերը օգտագործեցին, սկսեցինք փնտրել Գուրգենին, բոլոր Ղարաբաղի հիվանդանոցները, բոլոր պունկտերը, որտեղ որ կարելի էր, էլի վիրավորին օգնություն ցույց տան, չկար Գուրգենը, որովհետև Գուրգենը այրվածքներով էր եղել, շորերը նույնպես այրված էր, փաստաթղթերը գրպանում էր եղել։ Այդվել էին։ Դրա համար ինքը անհայտ զինվոր էր, հա։ Բայց դե իր կոմանդիրը, ով Գուրգենին ուղարկել էր իրանց մեքենաներով հիվանդանոց, ինչ որ ասել էր, մենք անուն ազգանունը ասել ենք, դեմ թեժ պահեր, այդ օրը մանավան պատերազմի ամենաթեժ օրերից մեկն էր, ամսի 22-ի գիշերը։ Վերջը, տենց մի օր էր, օր ու կես թե երկու օր ման գալուց հետո ասեցին, որ Հետնան ճանաչելի չէ։ Հա, Էրեբունի միշտ հետաքրքրվում էինք, էլի, կապի մեջ էինք, անայդ զինվոր կա, իրիկունա 24 իրիկուններ, որ ինքնությունը չպարզված, ծանր, շատ հույս չէին տալիս բժիշկները, գլխուղեղի վնասվածքներով, այրվածքներով։ Վերջ դե քորս տղեկը գնացին հիվանդանոց, գնացել էին հիվանդանոց, մտե տեսել էին այդ անայդ զինվորին, պարզվել էր, որ իմ Գուրգենս էր։ Ատամներից են ճանաչել։ Հա, ծուր ատամներից իրա։ Պես եկան հետո մեզ տարան, ամուսնուս տարան, ամուսինս շատ էր վատացել, որ Գուրգենս տեսել էր այդ վիճակով, համարյա ուշաթափվել էր։ Այսպես իմ աղջիկս, իմ Լիլիթս, հերոսուհի կարելի ասել, հերոս։ Ինքը մնաց իր աղբոր մոտ, մենք եկանք տուն, ինքն էր անընդհատ տեղեկություններ իմանում բժիշկներից, անընդհատ տեսակցում էր, մենք էլ օրը մեջ, երկու օրը մեկ էինք գնում, ինքը չէր թողում մեր այդ հոգեվիճակի հետ, որ մենք գնանք Գուրգենից տեսակցության։ Այդ ամբողջ ծանրությունը իմ աղջիկը վերցրեց իր ուսերին։ Այնտեղ ասում էին, որ ինքը ծայրահեղ ծանրա մեզի ավելի լավ էր ներկայացնում, որ մենք թեթև տանեինք Արկամ ջան։ Հարազատ քույր է։ Հա, հարազատ։ Ու ինքը մինչև օրս այդ ստրեսային վիճակից դուրս չի գալիս։ Այդ այնց հոգեբանական շատ ծանր ապրումների տարավ երեխես, Լիլիթս։ Ով չգիտեմ։ Ոտքը ինչ խնդիր ունի։ Դե ոտքը խնդիր չուներ, ուղղակի ոտքից այդ Գուրգենիս նազոլիկվորիա այդ ախտորոշմամբ, որ վիրահատեցին, պետք է թաղանթ հանեին ու սոսինձով կպցնեին այդ երևի ճաքած տեղերը, որպեսզի օդը չանցնի գլխուղեղ։ Ուղղակի միջնորդ վիրահատություն ա եղել։ Հա, այդ կոսմետիկ վիրահատություն էր։ Այդպես այդ Ես պահեցին Արգամ ջան, մեզ դեղը առնել տվեցին նոր։ Սոսինձը չէր ճարվում, ամիս ու կես ցկցկվեց։ Սոչի կաբրի։ Այն ինձերից ստեղ տեղացվա որ Հայաստան է գայ, դեղը ուսկան արժե։ Դե վերջը հիվանդանոցն է գրայել, ես չգիտեմ, գրայելներ։ Ու կերն է, մենք առանք նոր բաներ։ Այսինքն այդ ամեն ինչը դուք պետք առնեիք։ Առել ենք։ Չէ, դե հիվանդանոցը ասում էր հիվանդանոցն էր։ Հա, հիվանդանոցում ասեցին, որ մենք կապնվել ենք մեր Ամերիկայի բժիշկների հետ, Ռուսաստանի, զինվորի համար կուղարկեն, հետո որ տեսանք, որ շատ էր ցկցկվում, չէր ուղարկվում, ասեցին, որոշեցինք մենք մեր կապերը օգտագործենք։ Հետո քույրս իր ծանոթի բանի միջոցով այդ Թանկարժ էր։ $750 են տվել սոսինձին։ Դեկտեմբերի 28-ն էր Գուրգենիս ուղարկել էին տուն մայրական խնամք։ Եկանք տուն, այդ օրը Գուրգենից վիճակը շատ վատացավ, ընկավ ցնցումների մեջ Գուրգենը։ Դու մի ասա, հենց օդը հավաքվել էր գլխուղեղ։ Մենք մեր շտաբով այս ծաղկահովիտի
անմիջապես հասցրեցինք Երևանի հիվանդանոց, անմիջապես երեխու գլուխը բացեցին։ Այդ օդը հեռացրեցին, Արգամ ջան, օդ հեռացրին, Գուրգենից կարգավորեց, շնորհակալություն եմ հայտնում նաև մեր Երևանու բժիշկներից, Նայիրի Մարգարյանին, մեր պրոֆեսոր Եղունյանին, շատ բարեհաջող վիրահատություններ են արել։ Բոլոր անձնակազմին, բոլորը հոգատար, զինվորի համար պատրաստ, կանգնած ամեն ինչով, շատ շնորհակալ եմ։ Հիմա արխիվում ինչ վիրահատություններ է սպասվում։ Մի Գուրգենի ականջների հարցն է։ Թոքի մեջն է կա ասկոտա։ Ունի Թոքում ունի բեկոր։ Հա, բեկոր ունի միսանցի։ Վիրահատաստերը Չափով։ հանել են, Բայց Գուրգենը տարել է վիրահատություն, թոքի վիրահատություն էլ է տարել, այդ որ կոմայի մեջ էր։ Ինքը նաև տարել է թոքի վիրահատություն, հա, իր էպիկրիզի մեջ գրված է։ Կա տեղերը։ Երիգամի մոտ կա։ Թոքի միջինը հանել են, Երևանի։ Տարանք Վայանի հոսպիտալ ընդեղ ստուգեցին, ասեցին երբ թոքի մեջը բան կա։ Դե ներքին ստուծանին այդ երևի սխալ էին հասկացել, բան թեք դիրքից կա։ Այսինքն ականջների հետ է կապված, այսինքն դեմքը հիմա դե դեմքն էլ ենք ուզում մաքրենք Արգամ ջան, ինքը մի քիչ կոմպլեքսավորվում է։ Հատուկ կրեմներ կան, հա, երևի հատուկ ոնց արվելու դա, տեղեք եք։ Ինձ թվում է կոսմետիկական բան երևի, հա, վիրահատություն բան լինի, չգիտեմ։ Ասֆալտը տաշան է միջը։ Դες միականը շաբաթից ավել է։ Բարը երկաթը կդուր։ Դա ակին շարիկներ է հանի։ Ստեղանել է այդպես պրոստը գույնը։ Հետո Գուրգենի քիթն է կոտրված երկու տեղով, միջնապատը թեքա։ Ատամների խնդիր ունի Արգամ ջան, այդ բանից համ ուներ փչացած ատամներ, համել է այդ պայթյունից նաև վերջի ատամներ կոտրվել։ Մեր հաղորդումը նայող մարդկանցից մեկը ով ունի կլինիկա, եթե չեմ սխալվում, ատամնաբուժական, ցանկություն է հայտնել զինվորները, ովքեր կունենան նմանատիպ խնդիր, իր օգնության կարիքը, անվճար տարբերակով այդ հարցերը վերցնել իր վրա։ Այստեղ խնդիրը գնալ գալու մեջ է զինվորի եւ ցանկացած պահի, երբ որ դու կորոշես, որ ուզում ես այդ հարցը կարգավորել, ես պատրաստ եմ քեզ ընդունել իմ տանը, ինչքան որ պետք է, դու կմնաս այնտեղ, միասին կգնանք կլինիկա, կգանք եւ այդ հարցը կկարգավորենք, լավ։ Ես կփորձեմ այդ մասնագետի հետ է կապնվել, այդ մարդու հետ է կապնվել, զինվորի խնդիրը ներկայացնել եւ հնարավորինս կար ժամանակներում ատամների հարցը կարգավորել։ Ապրում եք Դոմիկ տնակում 88 թվականից սկսված։ Ձեր տունը ավիրվել է։ Այո։ Երկրաշարժի հետևանքով։ Եթե չավիրվեր, բնականաբար ծրագրի մեջ չէին ընդգրկի որպես տուժած, անօթևան։ Ծրագրի մեջ ընդգրկվել է, բայց տուն չի հատկացվել։ Ինչով է դա պայմանավորված։ Ուրեմն 88 թվի այդ երկրաշարժից հետո բնականաբար քանդվել էր իմ կեսրանցս տունը, ես այդ ժամանակ հարց չեմ եղել, ես ամուսնացել եմ 93 թվի։ Եկել եմ հենց տնակում։ Այստեղ։ Հա։ Ունեցել եմ 3 հատ մի տղա, 2 աղջիկ, երեխաներ։ 2 աղջիկ ունեք, հասկացա, 3 տղա, երեխա ունեք։ Հա։ Սկեսուրս, սկեսրարս, հետո մեծ ընտանիք ենք ելել, տալս իր երեխեքի հետ, ինքն էլ սպիտակից էր, իրանց տունն էլ էր քանդվել, երկար 12 տարի մեր հետ էս տնակում են ապրել, 9 անձով ենք ապրել 10։ Ու փոքր տնակ է, չէ՞։ Դե պայման չկա, խոհանոց չկա, կոմունալ չունենք, այն առանձին տունը որ կա, մի կերպ հարմարացրել ենք մեր տանջանքներով շատ այդ գնալ գալու հաշվին։ Մի խոսքով, ձմեռը ստեղ ջուրը սառում է մեր կողքը, մինչև Արագածի հակառակ կողմն ենք, մինչև -42-45 աստիճան մороз լինում է ստեղ։ Այդպես սպասեցինք մինչև 2008 թվին մեզ ընդգրկեցին բնակարանաշինական ծրագրում, որպես անօթևան ընտանիք։ Ճիշտն ասած, այս տնակները գրել էին փաստաթղթով բնակելի տուն Արգամ ջան։
նորից այդ ժամանակ ինչքան փողեր ենք ծախսել անընդհատ քաղաքաշինություն, անընդհատ արխիվներ ստեղ այնտեղ մի $2000 այդ ժամանակ մենք ծախս ենք արել, որ այս մի կերպ այս տնակը դարձել ենք օժանդակ շինություն։ Նույնիսկ այդ թվերին վարկ ենք վերցրել։ Հիմա էլ շատ վարկեր ունենք, կուտակված եկավ այդ ժամանակներից մեր ասես ծանրացավ վիճակներս։ Դե 2008 թվին ով էր Ռոբերտ Քոչարյանն էր երևի կառավարության գլուխը, պետք է Գլենդելը մեզ բնակարան սարքեր, դե գիտեք Գլենդելի պատմությունը ինչ եղավ։ Հյուսիսային Պողոտան թե Գլենդել Հիլսը։ Գլենդել Հիլսը։ Մեզ կանչեցին, գնացինք պայմանագիր կապեցինք, որ պետք է գան, այս մեր հողամասի մեջ մեզ բնակարան սարքեն։ Էդ էլ այտենց կորավ։ Մի խոսքով 2008 թվականից մինչև 20 թիվը ինչքան կանի։ 12 տարի մենք սպասեցինք, որ մեզ պետք է տուն սարքեն։ Նորից այդ։ Ես ամեն անգամ կներեք պետք է ընդհատեմ, առաջին ընտանիքը չի զինվորի, որ տնակում է։ Մենք սպիտակում էր նկարում ունեցանք տղան, ով երկու աչքից կուրացել էր։ Եվ գիտեք ինչ կա, համեստությունը մարդկանց իհարկե կա խնդիր, որի մասին պետք է խոսալ, որ այդ խնդիրը վերջնականապես լուծվի։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը ես կկոչեմ իրենց անունով այս պահին։ Պատերազմից հետո լիքը մարդիկ, ովքեր տան հարց էին բարձրաձայնում, երբ որ ուղղակի զինվորներ էին մահանում, այդ աղմուկ ավելի շատ էր կարծես թե, քան այն ընտանիքները, ովքեր զինվոր էին զոհաբերել պատերազմում, չէ՞։ Եվ ես միշտ ասում եմ, որ երկրաշարժի հետևանքով դեռ քանի ընտանիք կա, որ դոմիկում են ապրում, ու իրենք ունեն զինվոր, ով ծանր վիճակում այդ պայմանները թույլ չի տալիս զինվորին, որ ինքը իրեն հարմար զգա։ Այդ մարդկանց ձենը դեռ մինչև մե դուրս չի եկել։ Համեստությունը եւ ստեղծված իրավիճակը ընկալելը, ընդունելը ու մի քիչ հարմարվելը վերջի վերջո զոհաբերություն սեփական անձը պետք էր, որովհետեւ ծանր իրավիճակում էր երկիրը։ Ես շատ ուզում եմ հավատալ, որ վերջապես ձեր հարցը ինչ որ լուծում կստանա։ Որովհետև կարծում հույսներ է ձեր մեջ կտրվել, որովհետև արդեն 30-ից ավել տարի է այս վիճակն է, բնականաբար տղան արդեն պետքա նոր ընտանիք կազմի, արդեն պետքա դրա մասին մտածվի, այստեղ նստած ամառ օրով ցուրտ է, որովհետև ոնց ասեցի Կարագացի հետին մասն է, ու երբ որ խոսում ենք հիվանդ, այսինքն չկազդուրված, հա, վիրավորում ստացած զինվորի մասին, նա պետք է ապրի լավագույն պայմաններում, որպեսզի դա նպաստի նրա առողջական վիճակի բարելավմանը։ Եվ ես հիացած եմ ձեր համեստ տեսակների վրա։ Մի բան էլ ասեմ, առիթից օգտվեմ Արգամ ջան, որ Գուրգենս հիվանդանոցից դուրս գրվեց, մեր շատ լավ աղջիկներ ունենք, ովքեր աշխատում են զինվորների համար։ Երևանից Մերին, Անուշիկը, մեր աչքի ամենալավ բժշկուհին, մեր մտերիմ աղջիկը միջնորդեցին Գուրգենիս համար տուն ճարեցին, մի 25 օրով մնացել ենք, Տիկին Սուսաննային շատ շնորհակալություն իր ընտանիքին, որ հովանավորեցին իմ Գուրգենս 25 օր Երևանում, որպեսզի չգար այստեղ մրսեր գլխի վիրահատությունից հետո իրենք մեզ բնակարան տրամադրեցին, մենք մնացինք այնտեղ ամեն իդեալական պայմաններով, Արգամ ջան։ Շատ շնորհակալ ենք ձեզ։ Իհարկե շնորհակալություն այդ մարդկանց եւ կարծում եմ այդ մարդիկ շատ նմանատիպ զինվորների օգնել են։ Բայց ցավոք սրտի իրականությունը այնա, որ ոչ միշտ են շնորհակալական խոսքեր լսել, ոնց որ ձեզնից են լսում։ Դա շատ կարևոր է։ Գնահատել ստեղծված իրավիճակը եւ աշխատանքը, որովհետեւ լիքը մարդ ուղղակի իրան նվիրել է զինվորին ու կաննել են մեր կողքին, ովքեր օգնել են թե դրամականով, թե ամեն ինչով։ Ալեքսն էլ է հենց մեր պալատում եղել Գուրգենիս հետ այդ։ Արցախցի։ Չէր կամ խոսալ դա։ Ինչ ժամանակ։ Ես եմ Աղոյի խղճի վրա ոնց էր ազդել, որ ինքը վերցրել էր Ալեքսին։ Այն վաղտոր իրար հետ պարկեցինք, իրար աշկոմը վաղշի չէր աշխատի։ Հիմա էլ ես կիսով չապ աշխատում։ Ոնց որ ես ես ուգրը նպարկեցինք են։ Չաղացել է, լավն է, միսի ունե, վիդեգել է կդան, այն վաղտել էր մենակ Օսկոր։
Շպրիցով մերը կերցնում էր բերանից թափում էր։ Զերով էր անում, всё։ Նեղում էր ինքն էլ այդ բախ չէր խոսում։ Ինքն էլ իր Արցախներ կարոտում, ասեց որ շատ է կարոտում, ուզում է գնալ։ Ես զարմացա ճիշտն ասած, որ տեսա Ալեքսը այդքան առաջադիմել էր արդյոք։ Հա։ Իրականում այդ առաջադիմությունը կա ու իրականում իրոք մեծ աշխատանք են տարել բժիշկները։ Անպայման։ Շատ մեծ Մեր աշխատանք երևում են ու բժիշկները թե ինչ ռեժիմով են աշխատել, ինչ ծանր ու ծանր հիվանդների մեծի մասամբ ուղաթիռը բերում էր այդտեղ, թե Գուրգենինից ուղաթիռն ա բերել։ Ինչ չեն տվել։ Շատ լավ մասնագետներ կան։ Անհույս է եղել այսինքն։ Ու դա ասում են ձեզ։ Կա ինչ-որ տեսանյութ, որտեղ Գուրգենը արթնանում առաջին անգամ կամ չգիտեմ, տենց որ հետաքրքիր մի բան, այդ պահը ֆիքսած կարող է լինի ձեզ մոտ։ Մենակ այն պարկած նկարներ, չէ, որ առաջի անգամ սնիկերս էինք տարել, որ ուտեր։ Լիլիթս նկարել էր։ Ես ձեզ համբերություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Ես հասկանում եմ, որ հուզառատ է այս ամեն ինչը, ամեն անգամ խոսել դրա մասին, ամեն անգամ վերապրել այդ ապրումները։ Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եղեք եւս մեկ անգամ վերադառնալ այնտեղ, որտեղ ցավոտ է, որտեղ աներանելի վիճակ է, բայց ուզում եմ նաեւ զուգահեռ վերադառնալ ապագա, որտեղ արդեն կա քիչ թե շատ կազդուրված մեր Գուրգենը եւ գնանք դեպի ապագա, որտեղ ամեն ինչ լավ է լինել նրա կյանքում։ Տղայի երջանիկ այդեր արժևում են եւ իրական նա եւ նրա սերնդակիցները ականատես եղան 21-րդ դարի պատերազմին 18-ից 20 տարեկան լինելով պայքարելով հանուն հայրենիքի կյանքի հաշվին նրանք այնտեղ էին մեր բոլորի փոխարեն նրանք պահպանում են բոլորիս հայրենիքը եւ այո յուրաքանչյուր հայ պարտավոր է այսօր գտնվել նրանց կողքին յուրաքանչյուր հայ պարտավոր է իրենց իսկ հայրենիքը պաշտպանած զինվորի համար ստեղծել բարենպաստ պայմաններ։ Գուրգեն խոստացիր, որ լինելու ես այնքան ուժեղ, որ մի օր օգնելու ես բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն կարիք։ Խոստանում ես։ Ինքը շատ բարի արգամ ու մեր բանկն է։ Ես եմ ուշեկի գնաց ծառայություն մի տարի։ Ոչի ցավում, որ այսպես փաթաթվել եմ քեզ, հարմար է։ Ինձ քննադատում են, ասում է գրկում ես զինվորներին, նոր են վիրավորվել, կարող է իրան շավացնել։ Դե ես խոսի հիմա ինձ շատ բան չի կարելի անել, բայց դա հանում եմ էլի։ Ոնց որ հաշվի չեմ առնում, ես վիրավորում եմ։ Ինչքան խորացա դրա մեջ, այնքան ծանրացնել ես։ Ես ծանր չեմ տանում վիրավորում вообще։ Որովհետև ուժեղ ես, դա ուժեղ տեսակն է։ Այդ օրերին տղաների մարտունակությունը ոնց էր, ուժեղ էին, պայքարում էին, հաղթելու են, ոնց էր։ Դե պատմի ոնց էս ասել, ոչ մեկը հետ չդառնա։ Սա ասել միշտ հույս ենք ունեցել, որ պետք է հաղթենք։ Ու ճիշտ է, սենց է ստացվել, բայց մեկը ես էլի չեմ համարում պարտված, որովհետև փոքր պետություն լինելով հանդերձ մենք կռվել ենք կարելի ասել 4 պետության դեմ։ Եվ ՆԱՏՕ-ի առաջատար բանակ ունեցող, ամենազոր բանակ ունեցող Թուրքիայի դեմ։ Այո։ Փոքրիկ Հայաստանը ու հայ զինվորը։ Մենք էլի հաղթացանք այս պատերազմում։ Չհաշված ներսի դավաճաններ են եղել, ընդել են, երևացել են սա։ Տեսել ես ինչ-որ բան։ Շատ բան ենք տեսել, բայց շատ բանի համար չենք արտահայտում էլի։ Աստված տենում ամեն ինչ։ Ամեն սաղի դեմն է կբերի էդի։ Մենք էլի հաղթել ենք, միշտ հաղթելու ենք։ Սաղ տղերքին առողջություն, ով էլ մի սահմանի կանգնած է իրենց բարի ծառայություն, բարով կան։ Թույլ չես տվել տղաներին, որ լքեն իրենց դիրքերը։ Գնես մի հատ։ Թույլ չես տվել տղաներին, որ լքեն իրենց դիրքերը։ Ոնց է եղել այդ պահը։ Մեկը իմ դասընկերն է իմ հետ եղել, Տիկոն իմ ընկերն է եղել։ Մենք իրար հետ պայմանավորվել ենք, որ ուր տանեն գնալու ենք ու հետ չենք գնալու էլի ինչ է ուզում ալնի։ Այդտենց էլ եղել է Ֆիզուլի տանելու ժամանակ կոնկրետ մեր ավտոն ասել են ով չի ուզում գա իշնի իջել են ես ու Տիկոն ենք մնացել երկու հոգի տեսել են որ մենք մնացել ենք իրանք էլ են նստած մնացել բայց բան բատալյոնի հրամանատարը կամբատը ասավ հելեքս ավտ Գնացել ենք ընդել ասել են որ
ոչ մեկը թե չփախնի, եթե հետ փախեք, ես եմ խփելու, ասել եմ, ես եմ մի պատրոնից չեմ մեռնի, եթե ինձ խփելու եք մի քանի հատ խփեք, որ մեռնեմ, էլի։ Հաստատ մի պատրոնով բան չի լինելու։ Այդպես այդ վախտն միշտ ուրախ ենք եղել, ժոպիտով, ուրախով, երկով։ Ինձ չեք մտածել, էլի։ Ինչ լավ հիշողություններ ունես։ Իհարկե պատերազմում լավ հիշողությունները դժվար է ասվածել, բայց կա չէ՞ մի բան, որ իրականում նայում ես ու ինչ որ հետաքրքրություններ կան, շատ լավ հիշողություններ կան։ Ու խոսքը շատ ցանկալի կլներ, որ այդ լավ հիշողության մասնակիցները մեր հետ լինեն։ Իմ ընկերները զոհվել են։ Սարգսյան հետո Շահազարյան Տիգոն խոսքի որ ես վաշտում ամենամոտիկը իրանց հետ եմ եղել։ Մեր տղեկ կեսնը մի ծառայում են, էլի շարունակում են իրենց ծառայությունը։ Աստված իրանց հետ լինի խաղաղ ծառայություն, գարնացնեն իրենց տանիքներին։ Մեր բախն է սենց էր, որ մեր ուվայլատը ժամանակ պետք է դենց էր։ Այդ երկիրը մի շինել էս այլ եղել, սենց պատերազմական իրավիճակի։ Ես քո կողքին նստած ուժեղանում եմ։ Քո խոսքերից ոգևորվում եմ։ Դու պատկերացնես դա ինչ է։ Ես համոզված եմ, որ կհաղթարես նաև այս էտապը։ Հա։ Ես համոզված եմ, որ հաղթահարելու ես նաև այս էտապը։ Այս վիրավորման ընթացքը անցնելու ես, ընկերուհի ունես։ Չէ։ Մի հատ լավ աղջիկ ես գտնելու քեզ, ընտանիք ես կազմելու ու ապրելու եք լավ, երջանիկ, անհոգ, չէ՞, ու առողջ։ Ու լավ օրերը քո դեռ առջևում այլ եմ ասում։ Գուրգեն ջան, մեր հաղորդումը նայում են բարի մարդիկ, ովքեր անտարբեր չեն զինվորների նկատմամբ, ովքեր փորձում են ինչ-որ քայլով օգտակար լինել զինվորներին, հա։ Մեկը կարող է հոգեբանական առումով, մեկը կարող է ֆինանսական առումով, ու ինչով կարողանում է։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այդ սրտացավ սփյուռքի, հատկապես մեր հայրենակիցներին, ովքեր անդադ զանգում են զինվորների կոնտակտներ են խնդրում եւ անհատական օգնություն են ցուցաբերում զինվորներին։ Խորին երախտիկս հայտնում եմ նաև Դիանա Սիմոնյանին, ում շնորհիվ մեր հաղորդումը ապրում է։ Մենք էլ ենք շնորհակալություն հայտնում։ Բոլորից շնորհակալ ենք, ասում շնորհակալ։ Բոլոր բարեգործներից։ Դիանա Սիմոնյանը իր ընտանիքի հետ առաջին օրվանից միացավ մեր նախագծին։ Միացավ մեր նախագծի գաղափարին եւ մենք կարողացանք նրանց միջոցով շատ զինվորների պատմություններ լսել, շատ խնդիրներ բարձրաձայնել, շատ զինվորների համար ճակատագրական լուծումներ տալ եւ իհարկե այստեղ շնորհակալությունը քիչ է նման տեսակի համար։ Եվ մենք ստեղծել ենք փոքրիկ ֆոնդ։ Ինչ ֆոնդ։ Հա։ Եվ ամեն զինվորի այցելելիս փորձում ենք նվեր փոխանցել դրամական։ Այդ ամեն ինչը նվեր ընդունիր։ Խնդրում եմ անպայման նվեր ընդունիր, որովհետև ես չեմ սիրում ու չեմ ընկալում օգնություն զինվորին հասկացողությունը։ Չեմ սիրում։ Մենք նվերներ կարող ենք անել, մենք ուշադրություն կարող ենք տալ եւ դա նվազագույնն է, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է անել։ Լավ։ Եվ ուզում եմ փոխանցել բարի մարդկանց նվերը քեզ եւ հավատալ, որ գոնե ինչ-որ մի բանով այն օգտակար կլինի։ Իհարկե ձեր արածի դիմաց ցանկացած գումարի չափ դա շատ շնչին է։ Մենք չենք կարող գումարի չափով փոխհատույց լինել ձեր արածի դիմաց, բայց գոնե ինչ-որ չափով հոսում օգտակար կլինի կամ մեր բոլորի կողմից քեզ մի հատ լավ նվեր կառնես։ Լավ Գուրգեն։ Շնորհակալություն բոլորիդ։ Գուրգեն ջան, խնդրում եմ ընդունիր այս նվերը եւ հուսով եմ ինչ-որ բանով քեզ օգտակար կլինի։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլոր բարեսիրտ մարդկանց։ Հարգելի հետևորդներ, դուք Արգոն բլոգի YouTube-յան ալիքում եք, դիտում եք մեր հերոս տղերք հաղորդաշարը։ Մեր հերթական հերոսը Արագածոտնի մարզի Գեղարդ գյուղից է։ Մուրադյան Գուրգենի Դոմիկը տնակում ենք եւ հետարքից զրույց ունեցանք Գուրգենի ընտանիքի հետ եւ Գուրգենի հետ նրա սխրագործությունների մասին իմացանք, նրա վիրավորումների մասին իմացանք եւ հուսով եմ մեր բոլորի միահամուռ ջանքերի շնորհիվ տղային շուտ ավելի շուտ ոտքի կկանգնեցնենք, որովհետեւ ելի եմ ասում Գուրգենը եւ իր ընկերները վիրավորումներ են ստացել բոլորիս հայրենիքը պաշտպանելիս։ Եվ լայքեք տեսանյութը, որպեսզի մեր հերոս տղաների մասին ավելի շատ մարդիկ իմանան եւ այդ տարբերակով տեսանյութը ավելի մեծ տարածում գտնի։ Մեկնաբանությունները ողողեք դրական բառերով, որովհետեւ մեր զինվորները կարդում են յուրաքանչյուր մեկնաբանություն։ Ինչպես նաև բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել, որպեսզի բաց չթողնեք մեր նոր տեսանյութերը եւ դրանք դիտեք առաջինը։
Ինձ էս է Տարգամոսյաններ եւ խոստանում եմ հանդիպենք շատ շուտով, որպեսզի բացահայտենք մեր հերթական հերոսին։ Լավ է։ Սոված է, նեղի թուրքի խնձորներն են կերել, Իրանք Ջաբրայելում ենք եղել, ես Տիկոն մեկ է մոբից մի հոգի տղա էր, Տիկոն իմ դասընկերն է, ոնց որ մենք տարել ենք ու կորդը դնենք ավտոն, իմաց չուներ էլի առաջ տանելու, տանենք պետք է մնան դե ասեի ավելի լավ է դնենք ավտոն, չկորի զենքը, տարանք ընդեղ մինչև այդ ասել են սարի հետևը թուրքերն են էլի, ավտոմատը ձեռս ելնում եմ սարի հետևից մի 15 հոգի մարդ է գալիս, ուզում եմ կրակեմ ճոգում հայերեն են խոսում, հայդուկների խումբն էր, էլի կամավորական խումբ է, լավ էր պարկասու չկրակեց սպանեի, մետ թուրքերը դնեին ազգի հերոստան, տենց գնացինք առաջ, որ միանայինք տղեկին, ծառավ ենք սոված, երկու ящик խնձոր ա եղել, 3 բլոկ ջուր, որտեղ, ճանապարհին, Ջաբրայելում էդի, այսինքն ինչ որ տաններ էր, ինչ որ տաներ էին, հա, այնց էր որ որտեղ որ մենք գնացել էինք, այդից հետ էին շպրտել թուրքերին, երևում էր էլի, դե արունը բրոնիկներ, ուղեղ, ինչպես կար։ Ну, ծառավ ենք, ասենք խմենք, չխմենք, ստիպված խմենք, պետք է խնձոր կերանք, ջուրը խմեցինք, այդ դրոններից էր ֆռում։ Դրոներ, պուճուր։ Ոնց կրակում ենք, չէր կմնում իրան։ Մի 3 րոպե անցավ, սկսին ուժեղ բամբի տանելը, տղեկը հետ նահանջ տվին սաղին, հետ էին գալիս, դե ֆիզուլու տանգերը ելան մեզի խպեցին, տոսը խպեց, Ջաբրայելի տոսնա երևի իշկան գիտեմ։ Առաջի զով վիրավոր մերոնց խպացից ենք էլ տվե։ Մի կերպ հետ նահանջ ենք արել, գնացել ենք ֆիզուլի, դետո Ղարվանդը մնացել ենք նորից ֆիզուլի են տարը, ու վիրավորվել եմ։ Ու պոստերում էլ մինչև Ջաբրայել տեղափոխվելն էլ վարշտի հրամանատարը զանգեց, մարտակերտ կգնաս դասակի հրամանատար, նույն զվանին կստանաս, աֆիցերի, նույն աշխատավարձը կստանաս, ասի չէ էլի պետք չի, ես իմ անձնակազմի հետ կմնամ, ու տենց չգնացի։ Սերժանտ էիր։ Հա։ Լավ ես արել։ Հա։ Լավ ես արել, ինքը շատ կուր խնալ, իր շորերը դա տրեմ բան չէր տեմի։ Մաքուր։ Երևում է, որ չեն թողում գայ ծառայության, այստեղ որ ստեյցը տարան ասելի որ գալու են մեկը ուշել են գալու են նրան ծառայեն։ Սա ծախեցի տարա, չորիմ սրտիս տար։ Սե գուրգեն եկավ ծառայավ պատերազմ կյանի։ Իրա արև, միշտ է դեր իմ ուղեղը։ Այդ տրամադրվածությունն է, էլի։ Գնացին Ղարաբաղ, այս ավտոն վերցրի, ես զուտ գուրգենի մարոր, միշտ էր տայ։ Ստոն գնացին դեր նա պիզա կար, լավ մարդ կար, տուն տարավ, իրաց տուն եք մնային։ Սա գնացին տուն քնան, ես չկրացա քնել, ես ավտոյի մեջ նստած մտածեի։ Մարդիկ թուրքին կբաց, ինչ հանգիստ քնին կխերջերել է։ Գնացին գալ, սա վերանան էլի։ Ռուզանը քսեր տան Ղարաբաղ ապրի, քսեր որ սա Ղարաբաղ անձի նվեր տան, չեմ ապրի։ Կռվելու կերտամ։ Հողը թանկ բան է, հայրենիքը թանկ բան է։ Ատո դավաճանեն, դավաճանել 100 հոկանոց կեղ է։ Ինչպես կա։ Երկ։ Ուզում էր գար մոտս, կռվի վախտը, ասի չէ էլի, պետք չի։ Բայց գոնես ես դուխով ենք։ Ինք դաժե սենց վիավորված վախտ, տատկեսը զինվոր վախտ ենք ինչ։ Մի երկու երևի մենակ դրա համար ենք, պապայի վիճել ենք, միշտ ուզում էր, ասում էր գալիս եմ, ասի չեն դե երդում կրակն որ չի եկե մոտս, ասի իմաց չունի էլի գալդ, ասի աստված ոչանի գաս մոտս, ես քու մերնել տնեմ դու իմ մերնել է, էդի արդեն վատ էր էլի, էդ վաղ շատ վատ էր վիճակը, Ջաբրայելից հետո էլ էդ սրույցը, այստեղ պետք չէր, 100% պետք չէր։ Հա, զգացում է, Գուրգեն իսկ մեղավորներ գտնում ես, դու քո ներսում, թե ուղակի կռիվ էր։ Մեղավորներ, սենց ասեմ, խոսքի շատ մարդիկ են էլ է, որ թեկուզ աֆիցերներից, որ իրանց տեղում չեն եղել,
որ իր ծևի պետք է իրանք լնեն, իրանք այդ ծևի չեն ելել։ Շատերը են, որ իրենց աննակազմին թողը փախել են։ Զինվորական պարտականությունը չեն կատարել։ Այո։ Բայց մինչև այդ իրանք խոսքի զինվորին դուխ են տալի, ասում են այո աղքոտ խոսքի ուր ես չկար, չես գրում, զինվորը ավելի, բայց ամենաթեժ բանը իրանք ապացուցեն, որ իրանք ամենավախույթն են։ Իսկ այն ամենավախույթը ամենաուժեղ տեղն է, որ մինչև վերջ կայնավ կռվավ։ Ու բացահայտումներ արեցիք, չէ՞։ Դե շատ բան պարզելավ, ասենք բանակի ժամանակ ավելի համեստ, ավելի խելոք կարծում Արգամ ջան, պոլիսիագին որ գնացի, մադամ էս արտիկի կողմից աֆիցեր եմ կար։ Սատկած բան էր։ Դուր առաջորդ որ տեսա, Գուրգեն էսի Թավաջան է, սիս ծախով մարդ է։ Ու ես մի հատ լավ կոմանդիր կա, իրան եմ հարցրելու մասին, սա դեպի աֆիցերը անեմ գծով է, սա դեպի ինչ է Թավաջան շում է։ Գուրգենից իմացել էր, որ Գուրգենից դերի մարդիկ էին, իրերից Ղարաբաղից կոմանդիրը դերի մարդիկ էին խրկի եկել են, Երևունի, հետաքրքրվել են Գուրգենով բանով։ Հետո ես գյադեն էր եկել, Գուրգենից որ լավ չի լսա, ինը խոսա, ինքը չի պարզացնել, հետեք լսել, եկել էր Գուրգենի տեսնելու, Գուրգեն, էլի են ծախողն ես, էլի Դավաջան ես, էլի կամբատն է, վերգե որ գատենի դու բողոքներ, բաներ ունիս, թե չէ, լսել էր, էդ օրվանից կորավ, բայց կանը ու իրականից նման էր, ծախող մարդ էր, Դավաջան մարդ էր, օտորը դերից, արեստական շիչանությունը, սաղ տղեկին ես, սաղ, հնոց բորի Հերոս տղերքը մեր, ելանված ունքնի մեր Զովել չկա տղեք, կրվի ժամի